Համբարձման տոնի օրը մայիսի 29-ին եկեղեցիներում մատուցվեց Սուրբ Պատարագ։ Ավելի ուշ երիտասարդները տոնը շարունակեցին ազգային երգուպարով, ժողովրդական խաղերով, ծաղկեպսակներ հյուսեցին, վիճակ գցեցին։ Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հարակից այգում տեղի ունեցավ Ջանգյուլումի տոնակատարություն Արարատյան հայրապետական թեմի երիտասարդների մասնակցությամբ։ Միջոցառմանը հանդես եկավ Ռուդիկ Հարոյանի անվան մասունք ավանդական երգի պարի համույթը։ Երիտասարդները ներկաներին տոնի ուտեստներ հյուրասիրեցին, կաթնապուր, գաթա։ Մասունքում նաև Հնագիտության ազգագրության ինստիտուտի գիտաշխատողներ են ընդգրկված։ Սիրանուշ Առաքելյանն ու Մերի Լևոնյանը տոնի խաղերը երեխա ժամանակ Բաքում են խաղացել։ Համբարձման տոնի երգերը երգել են Թումանյանի Անուշը դպրոցում անցնելիս։ Հիմա Թումոյի այգում են ներկայացնում։ Շատ հատուկ է համբարձմանը վիճակի խաղերը, որովհետև նաև գուշակություններ են արել երգերով, վիճակի երգերով, թե ում ինչ բախտ է սպասվում, եւ իհարկե այս տոնը վերաբերում է չամուսնացածներին ժողովրդական տոնածիսական իմաստով եւ երիտասարդները չորեքշաբթի օրվանից են սկսել այս տոնի նախապատրաստումը, որովհետեւ խմբերով բարձրացել են սարերը, ծաղիկներ են հավաքել, որի գլխավոր ծաղիկը Ջանգյուլում դեղին ծաղիկներ, այնուհետեւ կժի մեջ լուր 7 աղբյուրի են հավաքել, 7 քար են գցել, իրենց նշաններն են դրել երազանքով, ցանկությամբ։ Այսօրվա հետ կապված բազմաթիվ երգեր ունենք պահպանված, որոնք հիմնականում երգում ենք վիճակահանությունից հետո տեղի ունեցող կերուխումի ժամանակ, էլ հանաները, էլ համբարձման երկուշաբթին բոլորի շատ հայտնի են, որ երգում ենք հայնարան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 այ հենց այսօր այդ երգերի օրն է լինելու եւ այստեղ էլ այս մեր տոնախմբությունից հետո արդեն ժողովրդով միասին ապրելու ենք մեր կլոր պարերը եւ կլոր պարերը ուղեկցվելու են գեղոնով, այսինքն բացառապես երգելու ենք մեր ձայնով, ապրելու ենք մեր ձայնի հետ եւ երաժշտությունը ստեղծվելու է մեր ձայնով։ Արարատյան հայրապետական թեմի երիտասարդաց միությունների համակարգող Տեր-Պետրոս ավագ քահանա Մալյանն ասում է, որ արդեն 10 տարուց ավելի է միության երիտասարդները համբարձման տոնին այսպիսի միջոցառում են կազմակերպում։ Սիրված, սպասված տոն է մեզ համար, մեր ժողովրդի համար։ Դեպի մեր արմատները գնալու, վերականգնելու մեր ազգային արժեքները, որովհետև ամեն մի ազգային տոն, ազգային եկեղեցական տոն բազմաշերտ է ինքը։ Մենակ ասենք այդ Ջանգյուլումի կամ վիճակահանությունը չի, կամ ինչ-որ որ հարսիշով են հագցնում, չէ, փոքրիկ երեխաների ժամանակ են խորհրդային տարին գոնե ձև պահպանվել էր։ Դա չի։ Ինքը շերտավորված է, ասենք, կա երգ, կա պար, կա ծես, կա խոհանոց։ Համբարձման տոնի անբաժան մաս են կազմում այս պարերը։ Պարերքերը շարունակվեցին անձրևի տակ։ Աննա Թամրազյան, Հարություն Տոլանյան, Եկեղեցական կյանք։